Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու որդին Սեդրակ Քոչարյանը ցերպակալված են։ Փդադության բնույթի հանցագործություններու թեփքերով քննվող քրեական վարույթի շրջադիրեն ներսկանի մդասնյակ հասցեներու մեջ կգադարվին խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ հայտնաձե հագափդադության գոմիդեն։ Հավաքական անվտանգության պայմանագրի գազագերբությունը Հայաստանի հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներեն ներս չի համագործակցիր։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցին մեջ հայտարարած է Ռուսաստանի արտաքին գործոստնախարարության ԱԲՀ երկիրներու առաջին բաժանմունքի դնորեն Միքայել Աղասանցյանը։ Բաժանմունքի դնորենը նշած է, որ համապատասխան ոլորտներեն ներս համագործակցությունը Երևանի հետ կիրագնացվի երկկողմ ձևաչափով։ Ազգային ժողովի ներս կառավարության 2026-2031 թվականներու ծրագիրի քննարկումներու ընթացքին Վարչապետ Նիկոլ Փաշինյան վստահեցուցած էր, որ Հայաստանը աշխատանքները հապկի մեջ չաշխուժացներ գարույցի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը սպառած է եւ ինք ուրախ կլա, եթե Հայաստանը հերացնեն գազագերբութենեն։ Ի պատասխան Ռուսաստանի նախագահի մամլուխոսնակ Դիմիտրի Պեսկով հայտարարած է, որ Հայաստանը գրնաթուր սկալ հապկեն, եթե անդամակցությունը այլևս Երևանին պետք չէ։ Հայաստանը 2024 թվականի փետրվարին սարեցուցած է իր մասնակցությունը հապկի աշխատանքներուն։ Ռուսաստանի նախագահի մամլուք արտուղար Դիմիտրի Պեսկով երկրեն ներս նոր զորահավաքի նախապատրաստման մասին բնդումները որակած է որպես կեղծ լուրեր։ Այս մասին անասած է RTV-ի հետ զրույցի մեջ։ Դուք գիտեք, որ այդ ամենը Ուկրաինայի իշխանությունները կդարածեն։ Բնականաբար վարչագազմը կփորձի քաղաքապարապես անգրայունացնել իրավիճակը մեր երկրի մեջ, ադոնք բոլոր դեղեկատվական սուդեր են, ըսած է Պաշտոնյան։ Այսպես անմեկնաբանած է Ռուսաստանի մեջ նոր զորահավաք կազմակերպելու ծրագիրներու մասին հաղորդակցությունները։ Մագի հարթագին 50 երկիրներու խումբը հանդես եկած է համատեղ հայտարարությամբ, ուր դատապարտած են Ուկրաինայ դեմ Ռուսաստանի հարվածները։ Ուկրաինայ անկախության 35-րդ տարեդարձին եւ ռուս-ուկրաինական պատերազմի 4.5 տարիներու նվիրված հայտարարության մեջ միացած երկիրները ընդգծած են միջազգային ջանցված սահմաններու մեջ Կիևի ինքնիշխանության նկատմամբ իրենց հավատարմությունը։ Կոմերսանտը հատուկ նշած է, որ հայտարարության չէ միացած Ամերիկան։ Այն ստորագրած են եվրոպական երկիրներու մեծ մասը, ինչպես Հունգարիան, Սլովակիան, Եվրամիության պատվիրակությունը, Անգլիան, Ճապոնը, Կանադան, Վրաստանը եւ այլ երկիրներ։ Երկիրները կոչրած են անհաբաղ դադրեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաեւ պահանջել վերադարձնել բոլոր արտաքսված անձերը եւ ռազմակերիները։ Երկուշաբթի օրվան է Վաշինգտոն այլևս Սուրիո իշխանությունները չի համարեր ահաբեկչության հովանավոր։ Սուրիո արտաքին գործոստնախարար Ասադ Շայբանին այս որոշումը անվանեց պատմական շրջափուլ։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն նշած է, որ Վաշինգտոն քննադած է Սուրիո կառավարության քայլերը միջազգային ահաբեկչութենեն ամբողջովին հեռանալու ուղղությամբ։ Դոնալդ Թրամփի վարչակազմը լավ հարաբերություններ հաստատած է Սուրիո նոր իշխանություններուն հետ։ Ահմեդ Շարայ գլխավորությամբ Սուրիան ահաբեկչության հովանավոր երկիրներու ցանգեն հանելու որոշումը պիտի օգնեն ներդրումներ կատարել պատերազմեն հետո երկրի վերականգնման համար։ Կանադայի իշխանությունները մտադիր են աշնան բանակցությունները սկսելու Եվրամիության հետ տնտեսության եւ անվտանգության ոլորտները ներս գործընկերային գաբերու ամրամտման շուրջ հայտարարած է Կանադայի վարչապետ Մարկ Կարնին։ Անոր խոսքով կանադական ընկերությունները ունին դեպի 1.5 միլիարդ սպառողներ անմաքս հասանելիություն։ Հարաճիգա կես տարվան մեջ մենք կգնգալենք կրկնապատկել այս տիվը հարավ-արևելյան Ասիո պետություններուն եւ Հնդկաստանի հետ նոր արևդրային գործարքներու միջոցով նշած է Կարնին։ Անոր խոսքով Կանադան վստահելի եւ գործընկեր է եւ ունի այն, ինչ պետք է աշխարհին։ Քարնին այս հայտարարությունը արած է Կանադայի եւ Ամերիկայի միջև արևդրային պատերազմի սրման լույսին տակ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ օգոստոս 24-ին Truth Social-ի մեջ գրառման հայտարարած է, որ 2027 թվականի հունվար 1-ին կանադական մեքենաներու, բեռնադարներու եւ բողբադի նկատմամբ մաքսադուրքերը պիտի բարձրանան մինչեւ 50%։ Թրամփին խոսքով Կանադայի նկատմամբ այլևս պիտի չլա այնպիսի վերաբերմունք, ինչպես Ամերիկայի նահանգներեն մեկը։ Վարչապետ Մարկ Կարնին իր հերթին հայտարարած է, որ սեպտեմբեր 8-ին պատասխան մաքսադուրքեր պիտի սահմանի ամերիկյան ապրանքներուն նկատմամբ։ Ամերիկայի եւ Կանադայի միջև արևդրային բանակցությունները վերջին բահուն ցախողեցան։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ մեկ տարիով եւս երկարացկեց Կուբայի դեմ արևդրային արգելքի գործողությունը։ Այս մասին նշված է Ամերիկայի նախագահի հրամանագիրի մեջ։ Նշված է, որ Կուբայի նկատմամբ արգելքի ժամկետը կլրանա 2026 թվականի սեպտեմբեր 14-ին։ Սույնով գորոշեն, որ Կուբայի հետ կապված լիազորություններու իրագործումը մեկ տարիով եւս շարունակել, որը կհամապատասխանի Միացյալ Նահանգներու ազգային շահերուն, նշված է հրամանագիրի մեջ։ Կուբայի նկատմամբ Ամերիկայի տնտեսական արգելքը կգործե 1960
թունականներու սկիզբեն վերջին ամիսներուն Թրամփի վարչակազմը գծկտեր ճնշում կործածրել Հավանայի վրա, որպեսզի գղզին փոխե իր քաղաքական ուղեկիցը։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը